Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում հանդես է գալիս Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն Անգելինային, նրա կերպարը սիրված ու ընդունված է հեռուստադիտողների կողմից։ Հարսանիքից հետո և «Վերջին զանգը» սերիալում իր կերպարի Անգելինայի շուրջ զարգացող բուռն իրադարձություններից հետո դերասանուհի Ռոզա Դավթյանն ավելի քան երբևէ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա մասնագիտական աճը, անձնական կյանքի կարևոր փոփոխությունները և զգացմունքային հրապարակումները հարթակներում բոլորն էլ նպաստեցին, որ նա դառնա քննարկումների հիմնական թեման։ Բայց ինչպես հաճախ է պատահում հանրահայտ անձանց պարագայում, այդ ուշադրության հետ մեկտեղ սկսեցին տարածվել նաև տարբեր հորինվածքներ, բամբասանքներ ու անհիմն լուրեր, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ։ Ռոզան իր հարսանիքից հետո որոշեց որոշ ժամանակով հանգստանալ և հեռանալ առօրյա կյանքի ռիթմից։ Նրա և ամուսնու Մեղրամիսը Դուբայում, ինչպես նաև Ռոզայի ծննդյան տարեդարձի հուզիչ գրառումը նոր թափ տվեցին նրա շուրջ քննարկումներին, համացանցում սկսեցին շրջանառվել անհիմն խոսակցություններ, ու եթե նախկինում Ռոզան սովորաբար չէր արձագանքում նման խոսակցություններից, այս անգամ իրավիճակը ստիպեց նրան խոսել։ Իր ինստագրամյան սթորի բաժնում դերասանուհին անկեղծորեն ասել է, որ վերջին շաբաթներին ստանում է հազարավոր նամակներ, որոնց մի մասը շաղախված է անհանգստությամբ, մյուս մասը հորդորներով, իսկ երբեմն նույնիսկ մեղադրանքներով։ Նա շեշտել է, որ ինքն աշխատել է լինել հոգատար իր լսարանի նկատմամբ, բայց երբ խոսքը վերաբերում է անհիմն պնդումներին, որոնք ուղղակի վնասում են նրան, բնականաբար նա լռել չի կարող։ Մենք հիմա գովազդի նկարահանման, հետո երեկոյան սերիալի նկարահանման, հետո էլի խառը գործեր ունեմ ու դուք չեք կարող պատկերացնել ինչքան խիտ է իմ գրաֆիկն էս վերջին շրջանում, ու այս խիտ գրաֆիկի մեջ ինձ անդադ զանգեր են գալիս, թե արդյոք ճիշտն են բոլոր նյութերը, որոնք տարածված են համացանցում ընկերներին, քանի որ սենց չի ստացվում բոլորիդ հետ առանձին խոսալ, ասել, որ սուտ ես, ուզում եմ սենց հրապարակավ ասել, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և չգիտեմ, եթե սենց ուղիղ նայենք, կհասկանանք, որ անգամ նյութը գրված, էջը, որը ներկայացնում է, իրենք չեն կարող իրական որևէ հայտարարություն անեն։ Այնպես որ մի հավատացեք այն ամենին, ինչը հրամցնում են ձեզ տարբեր անիմաստ կայքերով։ Յուրաքանչյուր մարդ, լինի հանրային դեմք, թե ոչ, իրավունք ունի պաշտպանելու իր անձնական տարածքը։ Եթե ձեր հասցեին տարածվում են բաներ, որոնք դուք անգամ չեք պատկերացրել, երբ փորձ է արվում մեկնաբանել ձեր ժպիտը, հագուստի ընտրությունը կամ անգամ լռությունը, բնական է, որ մի պահ գալիս է, երբ մարդ ցանկանում է ուղղակի հստակ խոսել։ Ռոզան այս շրջանում շատ ակտիվ զբաղվածություն ունի և բնականաբար չի կարող յուրաքանչյուր նյութին պատասխանել։ Նշենք, որ Ռոզա Դավթյանը շարունակում է իր աշխատանքը, չի լքելու «Վերջին զանգը» սերիալն իր իսկ անձնական կյանքում ամեն բան հանգիստ է և ներդաշնակ։ Նա գնահատում է իր հետևորդների սերն ու հետաքրքրվածությունը, բայց միաժամանակ, բնականաբար, պետք է բոլորս հարգենք այն սահմանները, որոնցից անդին ավարտվում է դերասանուհին ու սկսվում է մարդը իր հույզերով, հոգնածությամբ և անձնական ապրումներով։ Այս խոսքերը ևս մեկ անգամ ապացուցում են Ռոզայի հասունությունն ու պատասխանատվությունը ոչ միայն իր արվեստի, այլ նաև իր կերպարի ու նրա ազդեցության նկատմամբ։ Նա միշտ եղել է այն դերասանուհին, ով էկրանին էլ, իրական կյանքում էլ ցուցադրում է մարդկային ամենախորն ու ազնիվ կողմերը, ու հիմա նաև իր վերաբերմունքը հասարակական ճնշման ու անարդար քննադատության նկատմամբ։ Այո, նրա շուրջ հետաքրքրություն միշտ լինելու է, քանի դեռ Ռոզան շարունակում է իր գործունեությունը մարմնավորելով սիրելի հերոսուհիներին, արարելով սիրված բեմական պահեր և ապրելով իր կյանքն առանց կեղծիքների, բայց հետաքրքրությունը չպետք է վերածվի անդադար վերահսկողության կամ պարտադրանքի։ Ռոզան որպես օրինակելի երիտասարդ կին, հանրային դեմք և տաղանդավոր արտիստ ցույց է տալիս, որ կարելի է լինել բաց ու անկեղծ, բայց միևնույն ժամանակ պաշտպանել քո սահմանները։ Եվ հենց այդ ազնվությամբ էլ նա շարունակում է նվաճել ոչ միայն հեռուստադիտողների